Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում իրավաբանական կլինիկա հաղորդաշարի հերթական թողարկումն է, հիշեցնեմ մեր հեռախոսահամարները 31819, 31889 եւ մեր հասցեն Վազգեն Սարգսյան 4 կոտորակ 1, ուր կարող եք զանգահարել եւ այցելել եւ ուղղել ձեր հարցերը եւ պարոն Քոչարյանը անպայման դրանց կպատասխանի։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով պարոն Քոչարյան, այսօր կանդրադառնանք ճանապարհային ոստիկանության մասին օրենքին, իրավապահ մարմինների այս կառույցի իրավունքներին, կանդրադառնանք նաեւ վարորդների իրավունքներին եւ պարտականություններին։ Առաջի հարցը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը ինչպես է կարգավորվում։ Ուրեմն այդ խնդիրը կարգավորվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենսդրությամբ, որը սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ուրեմն մասին դրույթներով վարորդների, տրանսպորտային միջոցների վարողների իրավունքները եւ պարտականությունները եւ միաժամանակ ճանապարհային ոստիկանության անվտանգություն ապահովող մարմնի ուրեմն իրավունքները եւ պարտականությունները։ Այս օրենքի օրենսդրության հիմնական խնդիրն է, ես ընթերցեմ այդ մասը, որ ավելի հստակ լինի եւ որևէ բան բաց չթողնենք։ Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության եւ հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետական շահերի պահպանումը։ Այսինքն ճանապարհային ոստիկանության պետության շահերը այս նշված դրույթների, ուրեմն քաղաքացիների կյանքի ապահովման, ճանապարհային տրանսպորտային պատահարների կանխարգելման, նվազեցման ուրեմն խնդիրն է։ Հետապնդում է այդ խնդիրները։ Ինչպես ասեցինք, այդ խնդիրները իրականացում են պետության համապատասխան մարմինների կողմից ճանապարհատրանսպորտային ոստիկանության կողմից կանխարգելման, զգուշացման խնդիրները, այդ օրենքներին հետևելու խնդիրներն է, դա կատարվում է համապատասխան մարմինների միջոցով։ Պետական ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները։ Նույն լիազորությունները արդեն ասեցինք, սահմանված է սույն օրենսդրությամբ եւ ուղղված են այդ բնագավառում այս խնդիրները իրականացնելուն։ Լիազորություններին կանդրադառնանք ընթացքում նաեւ հարցերի միջոցով արդեն կոնկրետ Բարի, ճանապարհային ոստիկանները որ դեպքում իրավունք ունեն բերման ենթարկելու մեքենայի վարորդին կամ ունեն եւ ինչ քայլեր են ձեռնարկելու այս գործընթացը օրենքի շրջանակներում իրականացնելու համար։ Ուրեմն ճանապարհային ոստիկանը նաեւ ենթարկվում է կարգավորում նրա գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին օրենքով։ Այդ մեխանիզմը, երբ ճշգրտենք մեխանիզմը ինչ կարգով նա իրավունք ունի կանգնեցնելու մեքենան, հետո արդեն բերման ենթարկելու շարժական միջոցը կամ վարորդին։ Ուրեմն ճանապարհային ոստիկանը ծառայություն իրականացնելուց իրավունք ունի կանգնեցնելու շարժական միջոցը, մեքենան կոնկրետ դեպքում Այստեղ էական է, ես բացատրեմ այն քայլերը, որովհետև շատ դեպքերում հակասական է, հակասություն է լինում վարորդների եւ երևի հարցերից էլ այդ հարցերը կլինեն։ Վարորդը ուրեմն կանգնեցնելուց չպետք է իջնի մեքենայից, վարորդը պետք է մնա իր նստատեղում, ոստիկանը մոտենում է օրենքով սահմանված կարգով վարորդին ներկայացնում է ուրեմն այն խախտումը, ինչի համար կանգնեցրել է մեքենան, պահանջում է փաստաթղթեր եւ միայն այն դեպքում, եթե ոստիկանը կպահանջի, որ վարորդը դուրս գա մեքենայից, խցիկից, այդ դեպքում պետք է վարորդը արդեն ենթարկվի ուրեմն ոստիկանի օրինական պահանջներին, որպեսզի պարզաբանի որոշակի հանգամանքներ։ Մնացած դեպքերում վարորդները պետք է մնան իրենց նստատեղում, մինչև որ նրանց օրինական պահանջը ոստիկանը կներկայացնի օրինական պահանջը։ Այլ դեպքերում նա չպետք է իջնի։ Իհարկե մեր ոստիկանները թույլիմացաբար վիրավորական են ընդունում այն փաստը, որ վարորդները չեն իջնում եւ իրենց անձին դա բնութագրում են, որ անհարգալից վերաբերմունք է իրենց անձի նկատմամբ, սակայն ուզում եմ նշել, որ օրենքով սահմանված է հստակ, թե ինչպես է կարգավորվում վարորդի եւ ոստիկանի ուրեմն փոխհարաբերությունները եւ միայն ոստիկանի օրինական պահանջի դեպքում վարորդը պետք է լքի բեռնա խցիկը մեքենայի եւ դուրս գա, որպեսզի պարզաբանեն հետագա քայլերը։
նրա ինչ խնդիրների համար է կանգնացել մեքենան։ Իսկ երբ ճանապարհային ոստիկանությունն իրավունք ունի բերման ենթարկելու վարորդին եւ շարժական քույկը։ Բերման ենթարկելու վարորդին իրավունք ունի, այսինքն ոստիկանության մասին օրենքով սահմանված է ոստիկանը որ դեպքերում պետք է բերման ենթարկի։ Տվյալ դեպքում եթե վարորդը չի ենթարկվում ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին, այսինքն մեքենայից դուրս գալու եւ կամ այլ գործողություններ անելու, բեռնախցիկը բացելու, որոշակի բաներ ցույց, այդ դեպքում ոստիկանը, ես ասեցի, կարգավորում է նրա գործողությունները նաեւ ոստիկանության մասին օրենքով։ Իրավունք ունի արդեն բերման ենթարկելու վարորդին։ Այդ դեպքում, եթե նրանք կոնկրետ փոխհարաբերությունների մեջ են գտնվում, կանգնեցրել է եւ չի ենթարկվել վարորդը։ Երկրորդ, մեքենան բերման ենթարկելու իրավունք ունի նաև այն դեպքում, եթե պարզում է, որ մեքենան վարող անձը կոնկրետ գտնում է հետախուզման մեջ եւ որոշակի հանցագործությամբ մեղադրվում է, կոնկրետ գտնում է հետախուզման մեջ, բնականաբար, ինչպես նշեցի, ոստիկանը եւ պետք է բերման ենթարկի այդ վարորդին։ Շարժական միջոցների բերման ենթարկելու հարցը մի քիչ այլ է։ Շարժական միջոցի բերման ենթարկելը նշանակում է վարորդին զրկում է մեքենան վարելու իրավունքից այդ պահին։ Օրենքով հստակ սահմանված է այն կարգը, որ դեպքերում ոստիկանը իրավունք ունի վարորդին զրկելու մեքենան վարելու իրավունքից։ Դա այն դեպքում է, երբ որ ոստիկանը հստակ համոզված է լինում կամ կասկածներ ունի, որ վարորդը մեքենան վարում է օրենքով չսահմանված դեպքերում։ Այն է, վարորդը գտնվում է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ոչ սթափ վիճակում է վարում, բացահայտ ոչ սթափ վիճակում։ Այդ դեպքում նա պետք է զրկի վարորդին մեքենան վարելու իրավունքից։ Երբ որ մեքենան վարում է ոչ վարման իրավունքով, այսինքն մեքենան վարելու իրավունք չունի։ Երբ որ մեքենան վարում է վարման իրավունքը զրկված լինելու, այսինքն զրկված է վարման իրավունքից։ Երբ որ մեքենան վարում է ժամկետանց վարման իրավունքի, այսինքն այդ իրավունքի ժամկետը անցած է։ Մեքենան վարում է ոչ ստանդարտ համարանիշներով, փոփոխված համարանիշներով կամ կեղծված փաստաթղթերով։ Այդ բոլոր դեպքերում ճանապարհային ոստիկանը իրավունք ունի վարորդին զրկելու վարման իրավունքից եւ մեքենան բերման ենթարկի, ուրեմն համապատասխան տուգանային հրապարակ։ Այդ մասին արձանագրություն կազմելով եւ արձանագրության մի օրինակ փոխանցելով վարորդին կամ այլ անձանց երկրորդ օրինակը իհարկե իր մոտ պահելով, հիմնավորելով այն դեպքերը, այս դեպքերից որ նպատակով է նա մեքենան բերման ենթարկելու։ Բարի, եթե անգամ վարորդը խախտում է թույլ տվել, ինչ գործողություններ է իրականացնելու ճանապարհային ոստիկանությունը այդ մասին հավուր պատշաճի տեղեկացնելու համար եւ այդ դեպքում ինչ խորհուրդ կտաք մեր վարորդներին։ Եթե խախտում է տվել, հիմա խախտում է թույլ տվել, հիմա մեր ճանապարհային ոստիկանության մեքենաները բոլորը ուրեմն կահավորված են հատուկ սարքավորումներով, որոնք որ ձայնագրում են, տեսագրում են այն խախտումները։ Պահանջի դեպքում վարորդը կարող է պահանջել, որպեսզի իրեն ցույց տան այդ խախտումը, եթե ձայնագրված է, տեսագրված է, ցույց տան այն խախտումը, որ նա կատարել է։ Իսկ եթե ցույց չեն տալիս, ոստիկանները ցույց չեն տալիս, սովորաբար ասում են, եթե հետեւաբար փաստ գոյություն չունի, այո, այդ դեպքում նրանց կողմից միևնույն է կազմվում է արձանագրություն խախտման վերաբերյալ։ Վարորդը իրավունք ունի չստորագրել կամ ստորագրել, որ համաձայն չէ տվյալ խախտման հետ, ինքը թույլ չի տվել այդ խախտումը, ցույց չեն տվել նրան այդ տեսաձայնագրումը եւ նա համաձայն չէ խախտման հետ, հետագայում իրավունք ունի վիճարկելու այդ արձանագրությունը վարչական մարմնում, վարչական դատարանում, վարչական կարգով վիճարկելու եւ իր ճշմարտացիությունը ուրեմն ապացուցելու դատական կարգով։ Եթե ցույց չեն տալիս նրան այդ ձայնագրությունը, տեսաձայնագրությունը, հետեւաբար այդ ապացույցը նաեւ դատարանն է պահանջելու։ Հետեւաբար նրանք ապացույց չեն ունենալու եւ նա կարող է ճշմարտացիությունը ապացուցել դատական կարգով։ Իսկ եթե այդ պահին ընդունենք, որ խախտում տեղի չունեցա եւ նրանք փորձում են ակտը կազմել, վարորդը իրավունք ունի չստորագրելու, արդյոք դա խնդիրներ կամ խոչընդոտներ չեն հանդիսանա նրա մեքենան տուգանային հրապարակ բերման ենթարկելու։ Ես նշեցի տուգանային հրապարակ բերման ենթարկելու այն հիմքերը։ Եթե այդ խախտումը, եթե այդ կատարվել է այն շրջանակներում, ուրեմն նրա մեքենան իրավունք ունեն տուգանային հրապարակ տեղափոխելու։ Մնացած դեպքերում իրավունք չունեն։ Եթե արձանագրությունը կազմվում է տեղում, վարորդը իրավունք ունի շարունակելու երթևեկությունը եւ այդքանով նա զրկված չի լինելու, այսինքն մեքենան վարելու իրավունքից այդ պահին։
Շատ բարի, պարոն Քոչարյան, թերևս արդեն կարելի է անդրադառնալ մեր հեռուստադիտողների կողմից։ Ես նշեմ նաև մեկ կարևոր հանգամանք, մեքենան որքան ժամանակ իրավունք ունեն պահել տուգանային այդ հրապարակում։ Մաքսիմալ առավելագույն ժամկետը 120 ժամ պետք է մեքենան պահվի տուգանային հրապարակում։ Եվ եթե ոստիկանների կողմից նշված այդ խոչընդոտները 120 ժամվա ընթացքում վերացվում է, այդ մեքենայի օրինական տիրապետողը սեփականատեր իրավունք ունի, ուրեմն խոչընդոտը վերացնելուց հետո իր մեքենան հետ վերցնի տուգանային հրապարակից։ Այսինքն խոչընդոտ ասելով ինչ հասկանալ։ Այն ակտում, այդ արձանագրությունում նշված այն խոչընդոտը, խախտումը կամ թույլ տված այն խոչընդոտը, որը որ ես նշեցի, իրավունքը վարելու, կարող է վարելը, բայց վարելու իրավունքը այդ պահին իր մոտ չկա, ինքը մոռացել է կոստյումի գրպանում կամ տանն է մոռացել, դա հենց այն խախտում է, որը որ թույլ էր տալիս մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, եւ եթե նա ներկայանում է արդեն իր վարորդական իրավունքով, ներկայացնում է վարորդական իրավունքը, այդ արձանագրության խոչընդոտը դա է, վերացնելուց հետո նա կարող է իր մեքենան վերցնել եւ շարունակել վարել մեքենան։ Բարի, մեր հաղորդաշարին պարոն Քոչարյան բազմաթիվ նամակներ են հասցեագրված երթուղային տաքսիներից, միկրոավտոբուսներից օգտվող քաղաքացիների կողմից, ովքեր դժգոհում են մեծամասամբ, որ ամեն օր օգտվելով միկրոավտոբուսներից նրանք գերծանրաբեռնված են երթևեկության ընթացքում, ինչպես նաև ոչ լիարժեք սարքին վիճակում են, զոր օրինակ դռները բացվում են հենց ընթացքի ժամանակ, ինչպես նաև վարորդների կողմից հեռախոսով, բջջային հեռախոսից օգտվելը ընթացքի ժամանակ, ծխելը եւ այլն։ Միթե սրանք մարդու իրավունքների խախտում չեն, որպես այդպիսին, ասենք, որպես ուղևոր նրանց ուղևորի իրավունքի ուղղակի խախտում։ Իհարկե, նրանց կյանքը վտանգում էր իրենց գործողությունները։ Մեր նամակագիրներից մեկն էլ նամակում նշել էր, որ մի քանի օր առաջ օգտվելով միկրոավտոբուսից ականատես եղանք մի դեպքի, որ ընթացքի ժամանակ բացվեց միկրոավտոբուսի դուռը եւ եթե շուտ չփակեին այն, ապա կորուստանդառնալի կլիներ։ Իհարկե, այս հարցը մեր ցավալի հարցերից մեկն է, որովհետեւ մեր տրանսպորտային միջոցների, մարդատար տրանսպորտային միջոցների մեծ մասը, գերական մասը ուրեմն ժամկետանց է։ Օրենքով սահմանվել էր հստակ ուղևորատար, ուղևոր փոխադրող, հիշում եք, 1-2 տարի առաջ տաքսի մեքենաների վարորդները Գյումրիում նույնպես գործադուլներ են անում, մեծ բողոք էին ներկայացնում, որ իրենց մեքենաները սարքին վիճակում են, սակայն 10 տարվա այդ սահմանը, այսինքն 10 տարի տարեկան մեքենաները մաքսիմում պետք է փոխադրեն, ուղևորներ փոխադրեն եւ այս խնդիրը ուղղված է նաեւ ուղևորների անվտանգ փոխադրման հարցին, որ ուղղվի ոչ թե կոնկրետ տաքսիստների շահերն էր կպտում, այլ ավելի շատ բխում էր ուղևորների անվտանգ երթևեկության փոխադրման ուրեմն խնդրից։ Եվ հենց հարցն էլ նրանում է, որ այդ մեքենաների տեխնիկական վիճակը պետք է վերահսկվի նաեւ պետավտոտեսության միջոցով, նաև մեքենայի սեփականատիրոջ միջոցով, նաև այն լիցենզիա թույլտվություն տրամադրող կազմակերպության, տվյալ դեպքում քաղաքապետարանի համապատասխան տրանսպորտային տեսչության բաժիններ կան, վարչություններ, որոնք որ պետք է հետևեն հենց մեքենայի, ուղևորատար մեքենայի սարքին վիճակին, որպեսզի կարողանան անվտանգ տեղափոխել բնակչությանը, ուրեմն ուղևորներին։ Այս խնդիրները, բայց առաջնային վերահսկողության խնդիրը դա պետք է իրականացնել հենց վարորդը, նա է պատասխանատու տրանսպորտային միջոցի սարքին լինելու համար։ Առաջնային խնդիրը նա պետք է լուծի եւ իր միջոցները ուղղի, որպեսզի տրանսպորտային միջոցը մշտապես պետք է սարքի վիճակում լինի, որպեսզի կարողանա ուղևորներ տեղափոխի։ Իսկ ինչ վերաբերվում է այնտեղ նստելատեղերի վերաբերյալ սահմանված չափից ավել իրավունք չունեն տեղափոխեն, այսինքն եթե սահմանվածը 12 նստելատեղ, ուրեմն 12 ուղևոր նա պետք է իրականացնի, փոխադրի եւ իսկ մեր մոտ շատ դեպքերում շատ ավելի ցավալի ուրեմն իրադրություն է, պատկերը 20-22 ուղևոր են փոխադրում եւ ավելի, այո, եւ հենց դռան բացվելու խնդիրն էլ շատ վտանգ կարող է լինել։ Դա տրանսպորտային ուրեմն կազմակերպությունների եւ վերահսկողություն իրականացնող, այսինքն այդ տրանսպորտային կազմակերպությունը թույլտվություն տվողը քաղաքապետարանն է տվյալ դեպքում, նրանց ուրեմն խնդիրն է, նրանք փոխադարձաբար պետք է վերահսկողություն իրականացնեն եւ անհրաժեշտության դեպքում նաեւ արձանագրություն կազմեն, տուգանեն այդ կազմակերպություններին, որոնք որ խախտում են, ուրեմն չափից ավելի ուրեմն ուղևորներ են տեղափոխում։
Բարի, ես վարորդ եմ, բազմաթիվ անգամներ ինձ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են։ Հնարավոր է խախտում եմ կատարել, հնարավոր է ոչ, սակայն կուզենամ իմանալ պարտադիր է կանգնելուց հետո վարորդի մեքենայից իջնելը եւ ոստիկանին ընդառաջ գնալը, թե նրանք են մեզ մոտենալու, չի ներկայացել։ Այդ հարցին մենք արդեն ես պատասխանեցի, հենց սկզբում ոչ, պարտադիր չէ, վարորդը պետք է նստած մնա տեղում, մինչև որ ոստիկանը կմոտենա, կներկայանա, կներկայացնի այն ինչի համար է կանգնացել մեքենան եւ եթե անհրաժեշտ լինի դուրս հրավիրել վարորդին, միայն այդ դեպքում վարորդը պետք է դուրս գա մեքենայից։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունները, թե ինչպես է տեղ ունենում երթուղային միկրոավտոբուսների մրցույթները օրենքով սահմանված կարգով եւ դա որ կառույցն է իրականացնում, ինչպես նաև վարորդները ինչ կարգով են անցնում աշխատանքի դժգոհության դեպքում կարողանանք դիմել այդ կառույցին։ Սկսենք ուրեմն վարորդները ինչ կարգով են անցնում, վարորդները բնականաբար մեքենա, ավտոմեքենա, տրանսպորտային միջոց վարելու համապատասխան կարգ պետք է ունենան, տվյալ դեպքում, եթե չեմ սխալվում, D կարգն է, ուղևորափոխադրման, նրանք որոշակի ուրեմն մեքենա վարելու ստաժ պետք է ունենան եւ տարիքային սահմանափակում պետք 21 տարի, եթե չեմ սխալվում, պետք է լրացած լինի եւ ունենան B-C կարգ վարելու որոշակի ստաժ, որպեսզի կարողանան արդեն D կարգ ստանան։ Իսկ մյուս հարցը ովքեր են թույլ տալիս, դա քաղաքապետարանն է, կազմակերպում է համապատասխան ուրեմն տենդերներ եւ հայտարարում է հետեւյալ ուղղությամբ, ուրեմն այն կարգը, որ այս ուղղությամբ պետք է իրականացվի տրանսպորտային փոխադրումներ, սահմանում է մեքենաների քանակը, սահմանում է մեքենաների տիպը եւ հայտարարում է տենդեր։ Այդ շահած արդեն այդ տենդեր մրցույթ շահած կազմակերպությունները ստանում է փոխադրման իրավունք։ Ինչպես նաև բողոք դիմումները նրանք կարող են այդ շահած կազմակերպությանը դիմել։ Շահած կազմակերպության եւ քաղաքապետարանի համապատասխան վերահսկող կազմակերպությանը։ Քաղաքապետարանը համապատասխան բաժին կա, որը վերահսկում է այդ տրանսպորտային միջոցների փոխադրման այդ խնդիրները։ Կարող են ուղղակի քաղաքապետարան դիմել եւ այդ վերահսկողության մարմնին։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մեր հեռախոսահամարները 31819, 31889 եւ մեր հասցեն Վազգեն Սարգսյան 4 կոտորակ 1, ուր կարող եք զանգահարել եւ այցելել եւ թողնել ձեր հարցերը։ Եվ պարոն Քոչարյան, մեր վերջին հարցը։ Իմ մեքենան փաստացի հիմա չի աշխատում, ինչ խնդիր կարող է առաջանալ 6 ամիսը լրանալուն պես, եթե փաստաթղթերի ձևակերպումը ուշանա։ Հրիփսիմեն է հարցնում։ Փաստաթղթերի, այսինքն ինչ ձևակերպման մասին։ Ապահովագրություն, տեխնիկական զննություն։ Եթե մեքենան չի շահագործում, կանգնած է, բնականաբար ապահովության խնդիրը դուրս է եկել։ Ապահովությունը գործում է այն դեպքում, երբ որ կարող է ինչպես նաև գոյություն ունի գույքահարկ։ Այո, գույքահարկը միանշանակ, եթե գույքը տիրապետում եք, այդ ձեր սեփական գույքն է, գույքահարկը անկախ շահագործում եք թե չէ, պետք է վճարվի։ Այստեղ ապահովության եւ այն տեխնիկական սպասարկման կտրոնի հետ կապված խնդիրն է, եթե չի սպասարկվում, իրանից առավել վտանգի աղբյուր չի ներկայացնում եւ պարտադիր չէ նրա պարտադիր ապահովագրությունը։ Այս պարտադիր ապահովագրությունը այդ բառն հուշում է, որ մեքենան երբ որ շահագործվում է, իրենց առավել վնասի վտանգի աղբյուր է ներկայացնում եւ պարտադիր պետք է ապահովագրվի։ Եթե չի շահագործվում, ուրեմն նա պարտադիր ապահովագրման ենթակա չի եւ տեխնիկական սպասարկման այդ կտրոնն էլ պարտադիր չէ։ Այն պահից սկսած, եթե երբ որ փորձում են շահագործել, այդ պահից սկսած նրանք կարող են դիմել այդ խնդիրները վճարեն, կատարեն ուրեմն ապահովագրությունը եւ վճարեն ստանան այդ տեխնիկական կտրոնը։ Այս պահին որևէ խնդիր չկա։ Միայն գույքահարկի մասով նա պետք է կատարի վճարը։ Շատ լավ։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, մեզ հատկացված դեպքերը ժամը սպառվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, մեկ անգամ եւս հիշեցնեմ մեր հեռախոսահամարները 31819 31889 կհանդիպենք հաջորդ շաբաթ, ամենայն բարիք ձեզ։